Մոնտենեգրոյում չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները ադրբեջանցիների եւ թուրքերի դեմ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Չեռնոգորիայից վտարել այդ երկու պետությունների քաղաքացիներին, որոնց մեծ մասը գտնվում է երկրում անօրինական, խախտելով վիզային ռեժիմը։ Ամեն բան սկսվեց Պոդգորիցայի Զաբիելո թաղամասում, երբ ադրբեջանցի եւ թուրք ներգաղթյալները դանակարեցին տեղացի մի երիտասարդի։ Նա փորձել էր պաշտպանել երիտասարդ կանանց։ Ոստիկանությունը նախ ձերբակալել է միջադեպին մասնակից մեկական թուրք եւ ադրբեջանցի կասկածյալի, ապա եւս 45-ի, խուզարկել թուրքերին եւ ադրբեջանցիներին պատկանող գիշերային ակումբները։ Ամեն բան ավելի թեժացնում էին նախկինում տեղի ունեցած դեպքերը՝ 9-ամյա աղջկա բռնաբարությունը, Չեռնագորուհու նկատմամբ սեռական ոտնձգությունները եւ անկարգությունները։ Մոնտենեգրոյի իշխանությունները օպերատիվ միակողմանիորեն չեղարկեցին առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի նկատմամբ, դադարեցնելու թուրքերի զանգվածային եւ անվերահսկելի ներխուժումը։ Այժմ քննարկվում է Ադրբեջանի քաղաքացիների ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը։ Համաձայն վիճակագրության Մոնտենեգրոյի մշտական բնակվում է մոտ 14000 թուրք եւ չճշտված տվյալներով 3-ից 6000 ադրբեջանցի ապօրինի ներգաղթյալ, ինչը չափազանց մեծ տոկոս է կազմում 100,000 ներգաղթյալի ֆոնին, հաշվի առնելով, որ երկրի ամբողջ բնակչությունը 600,000 մարդ է։ Այս դաժան միջադեպի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց մայրաքաղաքում, բորբոքելով հասարակական զայրույթի ալիքը երկրով մեկ։ Շատերի համար սա վերջին կաթիլն էր, որը խորհրդանշում էր օտարերկրացիների կողմից իրականացվող հանցագործությունների եւ տեղի բնակչության անապահովության զգացողության աճը։ Հաջորդ գիշեր Պոդգորիցայի փողոցները լցվեցին զայրացած քաղաքացիներով։ Ինքնակոչ հայրենասերներ եւ Մոնտենեգրոյի սերբական համայնքի ներկայացուցիչներ կազմակերպեցին երթեր, անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանց նպատակն էր ոչ միայն արտահայտել իրենց բողոքը, այլև ինչպես իրենք էին հայտարարում, փնտրել ագրեսիվ թուրքերին եւ հարձակվողներին վանկարկելով «Սպանեք թուրքերին»։ Ամեն գիշեր երկրի այս կամ այն բնակավայրում թուրքական կամ ադրբեջանական պատկանելության օբյեկտներ էին հրկիզվում։ Օտարերկրյա կապիտալով Մոնտենեգրոյում գործում է գրեթե 32,000 ձեռնարկություն, որոնցից գրեթե 7,000-ը թուրքական են։ Ադրբեջանական ձեռնարկությունների թիվը հայտնի չէ, սակայն անցած տարի ադրբեջանական ուղղակի ներդրումները հասել են 40 միլիոն դոլարի կամ ներդրումների ընդհանուր ցուցանիշի 7%-ին, հիմնականում անշարժ գույքի եւ ենթակառուցվածքների ոլորտներում։ Որքան էլ ներդրումները նպաստում են տվյալ երկրի տնտեսական աճին, սակայն վերլուծաբաններն ահազանգում են, որ այդ ճանապարհով Անկարան ու Բաքուն տնտեսական էքսպանսիա են իրականացնում, այդ երկրի հանդեպ իրենց ազդեցությունը կտրուկ մեծացնելու առումով, ինչին էլ գումարվում է թուրքերի եւ ադրբեջանցիների ագրեսիվ վարքը։ Մոնտենեգրոն կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Երկիրը գտնվում է էթնիկական եւ սոցիալական հակամարտության եզրին, եւ թեև իշխանությունները փորձում են խիստ միջոցներով վերահսկել իրավիճակը, առայժմ դրանք բավարար չեն թվում հանգցնելու ատելության եւ անվստահության բռնկումները։ Պոդգորիցայի դեպքը ցույց տվեց, թե որքան հեշտությամբ կարող է քաղաքակիրթ համակեցությունը խալխլվել, երբ անտեսվում է հասարակության խորքային խնդիրները։ David Genjoyan, Reopen Media.